Կան գրքեր, որ ճիշտ ժամանակին տարածում են գտնում, դառնում զանգվածային մշակույթի մի մաս, զվարճացնում են շատերին, իսկ հետո միանգամից անհետանում։ Սակայն կան նաև պատմություններ, որոնք չեն ավարտվում վերջին էջով կամ վերջին կադրով։ Դրանք շարունակում են ապրել, վերաիմաստավորվել եւ տարիներ անց էլ մնալ արդիական։ Այս թողարկման ընթացքում միասին կփորձենք հասկանալ, արդյոք մեր հերոսը միայն գեղեցիկ սյուժեի գլխավոր դեմքն է, թե իր ընտրություններով ու քայլերով իրական արժեք ստեղծող մի պատանի։ Արդյոք այս գիրքը կարելի է անվանել սովորական հեքիաթ, թե այն պատմություն է լի մեզ արդեն ծանոթ կերպարներով։ Դուք Zut Story YouTube каналիքում եք։ Բաժանորդագրվեք, մեկնաբանեք եւ ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը։ Zut Story, պատմություններ պատմության մասին։ Սպիով տղայի շուրջ ձևավորվեց համաշխարհային կուլտ։ Հարի Փոթերի կերպարը ամենուր էր։ Թանգարաններում, խանութներում, ֆանֆիկներում, իսկ գրքերը աշխարհի բոլոր գրախանութների գլխավոր ցուցափեղկերում։ Բայց համաշխարհային ճանաչման հետ միասին Փոթերը ձեռք բերեց Վոլդեմորտից ոչ պակաս վտանգավոր թշնամիներ։ Գրքերը համարվում էին պրիմիտիվ եւ մանկամիտ։ Հասանելի գրականություն էին նրանց համար, ովքեր իբր ի վիճակի չեն լուրջ բան կարդալ, իսկ գրքի պահանջարկը բացատրվում էր մեծ մարքեթինգային արշավով։ Այո, գրքերը ագրեսիվ կերպով էին գովազդվում, բայց դրա հաջողությունը միայն մարքեթինգով բացատրել հնարավոր չէ։ Ջոան Ռոուլինգը 7 գրքերում բավականին լուրջ հղումներ է կատարում քաղաքականությանը, կերոնին, դիցաբանությանը եւ պատմական իրադարձություններին։ Անգամ ապագայի մասին կանխագուշակումներ կան այնտեղ, եւ գրքերը այնքան խիտ էին եւ իմաստային առումով լի, որ ոմանք այն անվանում են միլենիալների սերնդի գլխավոր սագան։ Կարելի է արդյոք այս պատմությունը հեքիաթ անվանել։ Մասամբ այո։ Սյուժեն սկսվում է դասական հեքիաթային սխեմայով։ Որբ երեխան, որը մեծացել է սառը եւ իր հանդեպ թշնամաբար տրամադրված ընտանիքում, չի ճանաչում սեփական արժեքը։ Եվ ինչպես հեքիաթներում մի օր հրաշք գալիս է ու նրան հայտնում, որ իր կյանքը իմաստ ունի։ Հարին ունի պատմություն, անուն եւ իր տեղն աշխարհում։ Թվում է, թե սա այն պատմությունն է, որտեղ պարզապես ապրում ես, իսկ հրաշքը գալիս ու գտնում է քեզ։ Հարիի կողքին հայտնվում են հավատարիմ ընկերներ՝ Ռոնն ու Հերմիոնան, իսկ ճանապարհին նրան ուղղորդում են հեքիաթներին բնորոշ իմաստուն կերպարները՝ Հագրիդը, Դամբլդորը եւ պրոֆեսոր ՄակԳոնագալը։ Նրանք կարծես կատարում են դասական ուղղորդողի դեր, օգնում են հերոսին ի հայտ բերել իր ներքին ուժը եւ հասկանալ նոր աշխարհի կանոնները։ Սակայն հենց այստեղ Ռոուլինգը սկսում է կոտրել մանկական հեքիաթներին բնորոշ կարծրատիպերը։ Փիլիսոփայական քարում Հարին ու նրա ընկերները համոզված են, որ չարագործը պրոֆեսոր Սնեյփն է։ Ամեն ինչ համընկնում է արտաքին տեսքի, վարքագծի եւ վատ համբավի հետ։ Բայց իրական չարը պարզվում է կակազող անմեղ թվացող Քվիրելն է։ Մինչդեռ խիստ եւ սարսափ առաջացնող Սնեյփը տարբեր իրավիճակներում փրկում է Հարիին։ Այս հակադրությունը բացում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն։ Չարը պարտադիր չէ, որ ունենա չարի տեսք։ Իսկ կասկածը շատ հաճախ ծնվում է ոչ թե իրական վտանգից, այլ մեր սեփական վախերից եւ իրականության մասին թերի պատկերացումներից։ Եվ այստեղ կարող ենք եզրակացնել, որ պատմությունը իր ձևով հեքիաթ է, բայց դրա մեջ ներկայացված իրավիճակները լի են խոր իմաստով եւ կյանքի փորձով։ Գրքում ներկայացված է ոչ թե կախարդական փրկության պատմություն, այլ պատանեկությունից դեպի հասունացում տանող ճանապարհը, որի միջով բոլորս անցել ենք կամ անցնելու ենք։ Հարին իր կյանքում հերոսներ չուներ եւ երկար ժամանակ չէր ընկալում նույնիսկ ինքն իրեն որպես կարևոր մեկը, բայց հենց սեփական արժեքի գիտակցումն է նրան դարձնում մի ամբողջ աշխարհի գլխավոր հերոս։ Հրաշքը այստեղ պատահական պարգև չէ, այլ փորձություն, որը ստիպում է ընտրել, պատասխանատվություն վերցնել եւ մեծանալ։ Այդ պատճառով Հարի Փոթերը իրականություն է պատմված հեքիաթի լեզվով։ Այս պատմությունը հիշեցնում է եւս մեկ բան։ Նույնիսկ ամենահեքիաթային սյուժեներում կարևոր է ոչ միայն հրաշքը, այլ ընտրությունները, որոնք հերոսը կատարում է ճանապարհին։ I can help you there. I think I can tell the wrong sort for myself, thanks. Իրական կյանքում հաջողությունը նույնպես պատահական չի լինում։ Այն պահանջում է պատասխանատվություն, կանխատեսելիություն եւ ճիշտ որոշումներ, հատկապես ֆինանսական հարցերում։ Wilco Wealth Management-ը տրամադրում է ներդրումային ակտիվների կառավարման եւ խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական աճը կառուցել հստակ ռազմավարությամբ եւ երկարաժամկետ մտածողությամբ։ Մանրամասների համար թողնում ենք այս QR կոդը եւ հղումը։ Կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Դիցաբանության հղումները Փոթերյան աշխարհում շատ ավելին են, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Կա մի դրվագ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է երեք գլխանի Կերբերոսը պահպանում մուտքը, որը տանում էր դեպի փիլիսոփայական քարը։
Հին հունական Օրփեոսի մասին միֆի մեջ մի նմանատիպ կենդանի էլ պահպանում էր դեպի դժոխք տանող ճանապարհը։ Հին հունական լեգենդը պատմում է, որ Ապոլոնի որդին Օրփեոսը փորձում էր իջնել ստորգետնյա թագավորություն իր մահացած կնոջը վերադարձնելու համար։ Այդ մռայլ աշխարհի մուտքը պահպանում էր Կերբերոսը, երեքգլխանի հսկաշունը։ Օրփեոսը երաժշտական գործիքի լիրայի մեղմ հնչյուններով հալածնում է գազանի սիրտը եւ առանց վտանգի անցնում առաջ։ Իսկ Հարին, որպեսզի անցնի երեքգլխանի շան մոտով, նվագում է մի մեղեդի։ Նրա դեպքում կենդանին պարզապես խորոքուն է մտնում, ինչը նրան թույլ է տալիս մի խոչընդոտից անվտանգ ազատվել։ Այս դրվագում Ռոուլինգը աշխատում է նույն Օրփեոսի առասպելի սխեմայով։ Ինչպես Օրփեոսը, այնպես էլ Հարի Փոթերը կենդանի հերոսներ են, որոնք մտնում են մահվան տարածք, անցնում արգելված շեմը եւ դա անում են ոչ թե ուժով, այլ երաժշտության օգնությամբ։ Ֆոքսը Դամբլդորի փյունիկը մահվան եւ վերածննդի մասին ամենահին առասպելներից մեկի նմանակումն է։ Փյունիկը այրվում է եւ մոխիրներից վերածնվում, իսկ Հարի Փոթերի աշխարհում այլ խորհրդանիշ ունի այն։ Ֆոքսի փետուրը դառնում է Հարիի կախարդական փայտիկի բաղադրիչը։ Այսպիսով հերոսին կապելով վերածննդի գաղափարի հետ, որը ծնվում է ցավից եւ կորստից։ Այստեղ փյունիկը պարզապես գեղեցիկ թռչուն չէ, այլ խորհրդանշում է կյանքի շարունակականությունը, վերականգնումը եւ նոր փուլ սկսելու կամքի ուժը։ Երկրորդ գրքում Բազիլիսկը, հայացքով սպանող հրեշը, հիշեցնում է հին աշխարհի գորգոններին, որոնց վարսերի տեղը օձեր էին։ Եթե գորգոնին նայիր, տեղում կքարանայիր։ Նմանատիպ արարածի հաղթահարել կարելի էր միայն անուղղակիորեն վրան չնայելով։ Միայն այդ դեպքում է, որ դիմացինի վրա գորգոնները ազդեցություն չէին ունենում։ Հերոսը թե միֆում եւ թե Հարի Փոթերում փրկվում է ոչ թե ուժի, այլ գիտելիքի եւ հմտությունների օգնությամբ։ Չորրորդ գրքում երեք հրաշագործների մրցաշարը իր կառուցվածքով հիշեցնում է հերոսական անտիկ ագոնները։ Դա այն մրցումներն են, որտեղ վճռորոշը արդյունքը չէ, այլ ճանապարհը, որի ընթացքում սեփական բնույթն է բացահայտում։ Վիշապը, ջրի սարսափելի խորությունը, լաբիրինթոսը, առասպելական փորձությունների դասական օրինակներ են, որոնք շատ պատկերավոր ներկայացված են Հարի Փոթերի գրքում։ Լաբիրինթոսը ամենից հատկանշականն է։ Մինոտավրոսի առասպելում վտանգը լաբիրինթոսի հրեշի մեջ չէ, այլ մոլորվելու, ուղղությունը կորցնելու, շեղվելու եւ գայթակղվելու։ Նույնն էլ ներկայացված է Հարի Փոթերում։ Նույնիսկ կերպարների անուններն են գործում որպես հնագույն նշաններ։ Միներվա Մակգոնագալը կրում է իմաստության աստվածուհու անունը եւ նրա դերը Հարի Փոթերում չարի եւ բարության միջև բալանսը պահելն է։ Սիբիլը Թրելոնինը մարգարեուհիների անունն է կրում, որոնց գուշակությունները միֆերում միշտ երկիմաստ են, իսկ հենց Հարի Փոթերում Սիբիլան գուշակություններ է անում, ճակատագրի բացահայտման պատասխանատվությունը թողնելով մարդկանց վրա։ Արդեն հասկացանք, որ սրանք ձևական անուններ չեն, իմաստային հենակետեր են, որոնք Հարի Փոթերում կերպարների դերը ցույց են տալիս դեռ գործողություններից առաջ։ Կարելի է հիշատակել նաև Արթուր արքայի առասպելական թուրը, Էսկալիբուրը, թուրը, որը հայտնվում է միայն արժանի հերոսի ձեռքում։ Ուժից բացի, թուրը խորհրդանշում է ճակատագրով ընտրված լինելու գաղափարը։ Հարի Փոթերում Գրիֆինդորի թուրն է նույն մոտիվը իր վրա վերցրել։ Այն հայտնվում է միայն ճգնաժամային պահերին եւ միայն այն մարդու ձեռքում, ով իսկապես կրում է Գրիֆինդորի արժեքները։ Պատահական չէ, որ հենց այդ թրով է Հարի Փոթերը հաղթում Բազիլիսկին, հին աշխարհի մահաբեր հրեշին։ Ռոուլինգը չէր կարող շրջանցել բրիտանական գրականության հսկա Ուիլյամ Շեքսպիրին։ Նրա ամենասիրելի պիեսը Մակբեթն էր։ Թե Մակբեթը, թե Վոլդեմորտը իմանում են իրենց ապագայի մասին եւ փորձում են վերահսկել ճակատագիրը։ Բայց հենց նրանց վախն ու ամեն ինչը վերահսկողության տակ պահելու ցանկությունն է, որ ստիպում են իրենց մարդասպանությունների գնալ եւ իրականություն դարձնել մարգարեությունը։ Շեքսպիրի մյուս գործերում եւս կարելի է նմանություններ գտնել։ Օրինակ Ձմեռային հեքիաթ պիեսում գլխավոր հերոսու անունը Հերմիոնա է, ինչպես Հարի Փոթերում։ Երկու դեպքում էլ Հերմիոնը ժամանակավորապես անհետանում է, կարծես քարանում, իսկ հետո վերադառնում։ Նրա վերադարձը դառնում է հույսի, արդարության եւ ճշմարտության վերականգնման նշան։ Welcome back, Hermione. It's good to be back. Համաշխարհային դասական մեծ սյուժեների պարզեցումն ու նոր ձևով մատուցումը դարձավ Հարի Փոթերի հաջողության առաջին բանալին։ Ինչպես արդեն հասկացանք, Հարի Փոթերի պատմությունը հյուսված է լեգենդների եւ գրական այլ կերպարների հետ։
Օրինակ երիտասարդ ընթերցողի համար Հարի Փոթերը նախ եւ առաջ զվարճանք է։ Իսկ լուրջ գրականության սիրահարները ու խորը մտորումների մարդիկ ուղղակի չեն կարդում Հարի Փոթեր։ Որպես հայրենասեր անգլուհի Ջոան Ռոուլինգի համար կարևոր էր երկրորդ համաշխարհայինի պատերազմը եւ դրա ազդեցությունը երկրի ճակատագրի վրա, բայց երկրորդ համաշխարհային պատերազմը գրքում ոչ մի անգամ ուղիղ չի հիշատակվում։ Չկա ուղիղ խոսք ոչ Երրորդ Ռեյխի, ոչ համակենտրոնացման ճամբարների, ոչ էլ գիշերային Լոնդոնի ռմբակոծությունների մասին։ Մանկական գրքում դժվար թե համակենտրոնացման ճամբարներում սպանված միլիոնավոր մարդկանց մասին պատմվեր։ Փոխարենը Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը առաջին գրքում շոկոլադե գորտի պիտակի վրա հիշատակվում է, որ Ալբուս Դամբլդորը 1945 թվականին հաղթեց մութ կախարդ Գրինդեվալդին։ Սա ակնհայտ ու պարզ հղում է համարվում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ 1945-ին պարտվեց նաև Հիտլերի Երրորդ Ռեյխը։ Գրքում այդ թվականին տեղի է ունենում Դամբլդորի եւ Գրինդեվալդի մենամարտը։ Գրինդեվալդը Եվգենիկայի կողմնակից էր։ Եվգենիկան կեղծ գիտական ուղղություն է, որը միտված է բարելավելու մարդկային գենետիկական կազմը, խրախուսելով որոշ մարդկանց վերարտադրությունը եւ սահմանափակելով մյուսներին։ Այն լայնորեն կիրառվել ու խրախուսվել է հատկապես նացիստական Գերմանիայի կողմից եւ հանգեցրել է խտրականության, բռնության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Գրինդեվալդը հավատում էր մաքուր արյան գաղափարին։ Ըստ նրա կախարդներն էին վերին խավը եւ իրավունք ունեին հանուն իրենց բարօրության շահագործել սովորական մարդկանց։ Գրինդեվալդի բռնությունները տարածվել էին ամբողջ Եվրոպայով, բայց Մեծ Բրիտանիա նա չէր մտնում։ Դամբլդորի ներկայությունը նրան զսպում էր։ Արյունալի ջարդերի գագաթնակետը 1940-ականների սկիզբն էր։ Հարի Փոթերի ժամանակագրությամբ սա հենց երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ շրջանն է։ Գրինդեվալդը եւ Հիտլերը նման են, բայց ոչ նույնը։ Կախարդը ի տարբերություն Հիտլերի ի վերջո զղջաց։ Նա գրեթե կամավոր կես դար մեկուսացման մեջ անցկացրեց, եւ երբ Վոլդեմորտը նրա մոտ եկավ գաղտնիքներ կորզելու, ծերուկ Գրինդեվալդը հրաժարվեց նրան օգնել։ Նացիստների պատմության մեջ նույնպես նման կերպար կար։ Հիտլերի մերձավորների շարքում էր Ալբերտ Շպեերը։ Սկզբում նրան համարում էին Երրորդ Ռեյխի գլխավոր ճարտարապետ։ Նա ղեկավարում էր ամենակարևոր ոլորտը՝ ռազմական արդյունաբերությունը։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ դարձավ Ռեյխի 22 առաջնորդներից միակը, ով ընդունեց իր մեղքը։ Նա 20 տարի անցկացրեց Շպանդաուի բանտում։ Այդ ամբողջ ընթացքում նախկին նացիստը անընդհատ գրի էր առնում իր մտորումները, գրում էր նույնիսկ զուգարանի թղթի վրա։ Շպեերը, ինչպես եւ Գրինդեվալդը, գիտակցել էր իր արածը եւ իր հուշերում խորապես անդրադառնում էր դրան։ Հարին պատասխանում է բոլոր ժամանակների հարցերին, որոնք կարող են հուզել տարբեր սերունդների։ Այդ հարցերից մեկն է. կա արդյոք Աստված։ Հարի Փոթերը բազմիցս քննադատվել է հավատացյալների կողմից։ Նրանք սատանիզմի քարոզ էին նկատում գրքերում։ Գրքում եւ ֆիլմերում ներկայացված տարօրինակ արարողությունները ել ավելի էին ամրապնդում այդ կարծրատիպերը։ Այդ տեսակ հանդիսատեսի համար դա սարսափ էր, երբ չորացրած միջատներից ըմպելիքներ էին պատրաստում։ Ռոուլինգի աշխարհում մոգությունը ամենակարող չէ։ Այն չի կարող անմահություն շնորհել, չի կարող բուժել աշխարհի բոլոր վերքերը, չի կարող փոխարինել սերը ու կորստի ցավը։ Հոգվրծի կախարդները ի վերջո շատ նման են սովորական մարդկանց։ Նրանք տոնում են սուրբ ծնունդ, ունենում ընտանեկան կոնֆլիկտներ, կռվում ու հաշտվում։ Հարիի առաջին իսկական սուրբ ծնունդը հենց Հոգվրծում է եղել։ Մինչ այդ տանը նրան գրեթե չէին շնորհավորում, իսկ նվերների փոխարեն ստանում էր գուլպաներ ու հիգիենայի պարագաներ։ Այսպիսով Հարի Փոթերը մոգության մասին գիրք չէ։ Այն պատմություն է ներուժի, ընտրության եւ պատասխանատվության մասին։ Այստեղ հավատը կրոնական չէ, այն հավատ է բարությանն ու սիրուն, որոնք ըստ Ռոուլինգի ցանկացած մոգությունից ավելի հզոր են։ Ռոուլինգը Աստվածաշնչից ուղիղ հղումներ չի անում։ Փոխարենը նա ստեղծում է իր սեփական կարգավորված աշխարհը, որտեղ ամեն ինչ ունի իր տեղը, իսկ օտարներին դժվար է ներս մտնել։ Բայց նմանությունները միևնույնն է նկատելի են։ Օրինակ Դամբլդորը ինչ-որ չափով նման է Աստծուն, նույնիսկ Դամբլդորի մահից հետո իրադարձությունները ընթանում են այնպես, ինչպես նա էր ծրագրել։ Այսինքն նա գործում է ոչ թե ուժով, այլ մտածված ծրագրով, որը շարունակվում է նույնիսկ իր բացակայության պայմաններում։ Եթե այս տրամաբանության զուգահեռներ տանենք, ապա Դամբլդորը Հայր Աստվածն է, իսկ Հարի Փոթերը Հիսուս Քրիստոսը։ Ռոուլինգը վարպետորեն խաղում է ավետարանական հին մոտիվների հետ, եւ որքան մոտ է վերջաբանը, այնքան դա ավելի բացահայտ է դառնում։ Կան մի քանի ուղիղ հղումներ նոր կտակարանին։ Եկեք զուգահեռներ տանենք։
Նախ Հարի Փոթերը պետք է զոհաբերի իրեն, որպեսզի հաղթի Վոլդեմորտին։ Նոր կտակարանի համաձայն Քրիստոսի զոհաբերությունը քավում է բոլոր մարդկանց մեղքերը։ Ամենածանր պահին Հարին կարծես մնում էր մենակ, նույն կերպ Հիսուսը խաչի վրա լինելով հարցնում է Աստծուն, թե ինչու իրեն լքեց։ Վոլդեմորտի հետ վերջին հանդիպումից առաջ Հարին նման հարցի պատասխան է փնտրում Դամբլդորի դիմանկարի մոտ։ Նոր կտակարանին համաձայն Հիսուսի հարության առաջին վկան լինում է Մարիամ Մագդալենացին, ով նրան տեսնում է դամբարանի մոտ։ Հարիի պատմության մեջ նմանատիպ դեր է կատարում Նարսիսա Մալֆոյը, երբ Վոլդեմորտը Հարիի վրա արձակում է մահաբերանեցքը, բոլորը կարծում են, որ նա մահացել է, սակայն Նարսիսան ստուգելով Հարիի վիճակը հասկանում է, որ նա կենդանի է, սակայն ոչ մեկին չի ասում դրա մասին։ Այդպիսով ճիշտ ինչպես ավետարանում, հենց մի կին է դառնում հարության առաջին վկան։ Մայրական սերը, սագայի հզոր մոտիվը, հղում է Սուրբ Աստվածածնին։ Հարին երկու անգամ փրկվում է սիրող մոր շնորհիվ։ Հենց սկզբում նրա համար իրեն զոհաբերում է սեփական մայրը։ Ինչպես Քրիստոսը, Փոթերը նույնպես միայնակ է։ Նա չունի ընտանիք, չունի սիրեցյալ, նա պատկանում է ոչ թե իր ընտանիքին, այլ ամբողջ աշխարհին, որը պետք է փրկի։ Հարի Փոթերը ստիպված է տառապել, որպեսզի կատարի իր առաքելությունը։ Բնականաբար Հարիին եւ Հիսուսին չենք կարող նույն մակարդակում վերլուծել, եւ անգամ այն նմանությունները, ինչի մասին խոսում եմ, ինչ որ պահի ավարտվում են, հակասելով իրար։ Երբ Հիսուսը հարություն է առնում, նա դառնում է աստվածայինի մաս։ Ռոուլինգի գլխավոր հերոսը կտրուկ ընդհատում է նմանությունների շղթան։ Հարին հայտնվում է կյանքի եւ մահվան սահմանագծին։ Նա կարող էր ընտրել գնալ առաջ, այսինքն մահանալ եւ վերամիավորվել հարազատ մարդկանց հետ, կամ վերադառնալ։ Վոլդեմորտի հետ հանդիպումից առաջ նա հարություն տվող քարի օգնությամբ կանչել էր իր հարազատների հոգիները։ Ծնողները, սիրելի կնքահայր Սիրուս Բլեքը, զոհված ընկերները, բոլորը կարծես սպասում էին նրան այնտեղ, որ մարդիկ հասնում են մահից հետո, բայց Փոթերը գրեթե առանց երկմտելու ընտրում է վերադարձը, այսինքն հարությունը։ Նա երկրորդ անգամ հաղթում է մահվանը, ոչնչացնում խավարի լորդին եւ ազատում կախարդական աշխարհը նրանից։ Փոթերի հարությունը վերջին ու գլխավոր դրվագն է, որը նրան կապում է քրիստոնեական ավանդույթի հետ։ Իդեպ Հարիի հարությունը դեռ կանխագուշակված էր Դամբլդորի Ֆենիքսի կողմից։ Տղայի առաջին հանդիպման ժամանակ Ֆենիքսը բոցավառվում ու այրվում է, իսկ հետո վերածնվում է մոխրից։ Պատահական չէ, որ վաղ քրիստոնեական ավանդույթներում Ֆենիքս թռչունը խորհրդանշում էր հենց Քրիստոսին։ Այս բոլոր զուգահեռները սյուժետային խաղերի արդյունք չեն։ Ռոուլինգը քրիստոնեական տեսահորիզոնը փոխանցում է ոչ թե ուղիղ գաղափարներով, այլ հերոսների ներքին հոգեբանական վիճակներով ու կատարած ընտրություններով։ Այստեղ առաջնայինը հավատքի կանոնները չեն, այլ ընտրությունն է։ Ինչ է անում մարդը իր ցավի, կորստի ու տառապանքի հետ։ Քրիստոնեության մեջ հուսահատությունը մեղք է համարվում ոչ թե այն պատճառով, որ մարդը ցավ է զգում, այլ որովհետև նա հրաժարվում է հույսից եւ ելքի հնարավորությունից։ Երբ վիշտը դառնում է ինքնանպատակ, այն այլևս չի բուժում, այլ քայքայում է մարդուն, փակելով նրան սեփական տառապանքի մեջ եւ կտրելով հույսից ու հավատից։ Այս տեսանկյունից հետաքրքիր է երկու սերունդների հակադրությունը։ Դամբլդորը փորձում է իր ցավը մեղմացնել պատասխանատվության զգացում ունենալով աշխարհի հանդեպ։ Նա ապրում է այնպես, որ իր անցյալի սխալը այլևս չկրկնվի եւ ուրիշները պաշտպանված լինեն։ Սնեյփը հակառակը, ամբողջ կյանքում մնում է իր կորստի մեջ, նա շարունակում է ապրել անցյալում։ Հարի Փոթերը, որբ լքված մանկությունից բարդ փորձառությունների միջով անցած տղան, ընտրում է լրիվ այլ ճանապարհ։ Թվում է, թե նա ունի բոլոր պատճառները չարանալու եւ վրեժ լուծելու համար, բայց նա չի դարձնում իր ցավը իր ինքնության հիմք։ Հարին հիշում է կորուստները, բայց չի կառուցում իր կյանքը դրանց շուրջ։ Հարին ավելի լուսավոր է, քան իրեն շրջապատող շատ մեծահասակներ։ Նա նոր հայացքով է նայում աշխարհին, չի մնում անցյալում եւ չի նույնացնում իրեն իր ցավի հետ։ Պատահական չէ, որ հենց նա է կարողանում ընտրել վերադարձը կյանք, ոչ թե մահը, ոչ թե որովհետև չի տառապել, այլ որովհետև չի հանձնվել տառապանքին։ Ռոուլինգի առաջարկած մոդելը պարզ է, բայց խորը։ Ոչ թե մոռանալ ցավը, այլ չթողնել, որ այն ղեկավարի կյանքդ։ Եվ հենց այստեղ Հարի Փոթերը դառնում է ոչ միայն քրիստոնեական մոտիվներով կառուցված կերպար, այլ նաև էթիկական օրինակ։ Հարին շարունակում է ապրել կորստից հետո, չի կորցնում բարությունը եւ չի դարձնում տառապանքը կյանքի իմաստ։ Հարի Փոթերի աշխարհը շատ ավելի քաղաքական է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Գոյություն ունեն առանձին հետազոտություններ, որոնք ուսումնասիրում են սագայի քաղաքական համակարգը որպես ամբողջական մոդել։ Ռոուլինգը գրում է կախարդական Բրիտանիայի մասին, որը բազմաթիվ գծերով նման է իրական Միացյալ Թագավորությանը։
Եվ այն ամենը, ինչը իրեն անհանգստացնում է իրական քաղաքական կյանքում, անխնա տեղափոխում է գրքերի աշխարհ։ Սագայի առաջին եւ ակնհայտ հակամարտություններից մեկը ավանդույթի եւ նոր մտածողության բախումն է։ Կախարդների աշխարհում ձևավորված սովորույթները հաճախ չեն համընկնում արդիական հասարակության արժեքների հետ։ Այդ հակասությունը հատկապես տեսանելի է հասարակության բաժանման մեջ։ Կախարդները մարդկանց դասակարգում են մաքրարյունների եւ կեղտարյունների։ Հասարակությունը բաժանելն արդեն իսկ քաղաքական գործիք է։ Քաղաքական համակարգերը հաճախ հենց այս մեխանիզմով են աշխատում։ Բաժանում են մարդկանց խմբերի, որպեսզի հեշտ վերահսկեն եւ կառավարեն նրանց։ Հոգվարցը տեսականորեն ներկայացվում է որպես սոցիալական վերելակ։ Դպրոցը տարբեր ընտանիքներից երեխաների է ընդունում, իսկ խոսացող գլխարկը փորձում է անալիզի ենթարկել յուրաքանչյուր աշակերտի, ուշադրություն դարձնելով նրա բնավորությանը, մտքին, հավակնություններին եւ արժեքային համակարգին։ Սակայն նույնիսկ այստեղ խտրականությունը ամբողջությամբ չի վերանում։ Ֆակուլտետների միջև կա ոչ ֆորմալ հիերարխիա, իսկ որոշ ընտանիքներից եկող երեխաների համար դպրոցը պարզապես շարունակում է տան գաղափարախոսությունը։ Դրա օրինակն է Դրակո Մալֆոյը, որը Հերմիոնային անվանում է կեղտարյուն։ Անկախ այն հանգամանքից, որ Հոգվարցի կանոններով նման վերաբերմունքը պաշտոնապես արգելված է։ No one asked your opinion, you filthy little mudblood. Սոցիալական բաշխման թեման հետաքրքիր է նաև դրական կերպարների դեպքում։ Օրինակ, Սիրիուս Բլեքը իր տան էլֆ կրիչերին վերաբերվում է գրեթե ստրուկի պես։ Չնայած Սիրիուսը ներկայացվում է որպես ազատամիտ եւ արդար կերպար, նրա վարքագիծը ցույց է տալիս, թե որքան խորն են նստած հին ավանդույթները, նույնիսկ նրանց մեջ, ովքեր պայքարում են ճիշտ կողմում։ Կախարդական Բրիտանիայի քաղաքական համակարգը շատ նման է իրական աշխարհին։ Օրենքները գոյություն ունեն, բայց իշխանությունը միշտ չէ, որ գործում է դրանց համաձայն։ Ամենախոշոր կառույցը մոգության նախարարությունը հսկայական բյուրոկրատական մեքենա է, բազմաթիվ բաժիններով, պաշտոնյաներով եւ չգրված կանոններով։ Թեև ձևականորեն այն ղեկավարում է նախարարը, իրականում իշխանությունը կենտրոնացած է ազդեցիկ մաքրարյուն տոհմերի ձեռքում։ Պետությունը դառնում է ոչ թե հասարակությանը ծառայող կառույց, այլ փակ համակարգ, որն աշխատում է ինքն իր համար։ Այս համակարգի ամենավառ կերպարներից մեկը Դոլորես Ամբրիջն է։ Նա դասական պետական աշխատող է։ Մարդ, որը չունի սեփական գաղափարներ կամ արժեքներ, նրա ուժը ոչ թե հավատքն է, այլ կանոններին կուրորեն ենթարկվելը։ Ամբրիջի համար ճիշտն այն է, ինչ թույլատրված է վերևից։ Դրակո Մալֆոյը դառնում է նրա սիրելի աշակերտը ոչ թե ունակությունների, այլ հնազանդության պատճառով։ Սա շատ հստակ քաղաքական մոդել է, որտեղ համակարգը պարգևատրում է ոչ թե մտածող անհատին, այլ ենթարկվողին։ Հարի Փոթերում հստակ երևում է, թե ինչպես է իշխանությունը աշխատում հասարակական կարծիքի հետ։ Մոգության նախարարությունը վերահսկում է տեղեկատվական դաշտը եւ փորձում է վախի միջոցով կառավարել զանգվածներին, բայց վախի վրա կառուցված համակարգերը անկայուն են, երբ վերահսկողությունը թուլանում է, համակարգը սկսում է քանդվել ներսից։ Քարոզչությունը չի ոչնչացնում ընդդիմությունը, այլ հակառակը, համախմբում է այն։ Մարդիկ սկսում են կասկածի տակ դնել պաշտոնական խոսքը։ Այսպիսով, Հարի Փոթերի քաղաքական ենթաշերտը ցույց է տալիս, թե ինչպես է հասարակությունը կորցնում անհատականությունը տոտալիտար պայմաններում եւ ինչպես է հենց այդ անհատականության վերադարձը դառնում համակարգի փլուզման սկիզբ։ Ռոուլինգը չի վերցրել դասական գրքերն ու կրկնօրինակել հաջողված կերպարները։ Նա ավելի խորամանկ ճանապարհ էր ընտրել։ Հարի Փոթերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սյուժեի ընթացքում հերոսը մեծանում է։ Փոխվում է ինքը, փոխվում է նաև նրա աշխարհընկալումը։ Առաջին գրքում Հարին, Ռոնը եւ Հերմիոնան մոտ 11 տարեկան են։ Այդ տարիքում արդեն գլխի էին ընկնում, որ ձմեռ պապը հորինված կերպար է, բայց մեկ է հրաշքներին հավատում էին։ Բայց հետո հասունացման տարիքն է գալիս եւ սկսում են թշնամիներ ձեռք բերել, որոնք տարբեր իրավիճակներում խոչընդոտ կարող էին հանդիսանալ նրանց համար, եւ որքան մեծանում էին, այնքան դժվարությունները ծանր ու ցավոտ էին դառնում։ Հոգվարցը կախարդական ամրոցից վերածվում է սարսափելի վայրի, եւ հենց այդ պահին հեքիաթը դադարում է լինել պարզապես փախուստ իրականությունից։ Այն վերածվում է պատմություն մեծանալու, կորստի եւ պատասխանատվության մասին, որը յուրաքանչյուր ընթերցող ապրում է իր տարիքի չափով։ Ինչ եմ ուզում ասել։ Այս սյուժեն հնարավոր չէ տեղավորել մեկ ժանրի մեջ։ Կառուցվածքը շատ խառն է ստացվում։ Հեքիաթ, դետեկտիվ երանգներով, սարսափի եւ սիրային գծերի համադրությամբ։ Թեպետ հենց ռոմանտիկայի հարցում խնդիրներ կան։ Եթե կարդացել կամ գոնե դիտել եք Հարի Փոթերը, հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այստեղ չկա կենտրոնական սիրային գիծ, կան երկրորդական կերպարների պատմություններ։ Նույնիսկ Ռոնի ու Հերմիոնեի հարաբերությունները շատ թույլ են ընդգծված։ Սիրային դրամաները շատ ավելի հաճախ տեղի են ունենում ավագ սերնդի շրջանում։ Լավ օրինակ են Հարիի ծնողները՝ Լիրին եւ Ջեյմսը։ Նրանց ճակատագրին միջամտում է մեկ այլ կերպար։
Severus Snape-ի երիտասարդական սխալը հանգեցնում է Լիլի Փոթերի մահվանը։ Լիլին Սնեյփի միակ եւ ամենամեծ սերն է լինում։ Այդ սերը Սնեյփին առաջնորդում էր նաեւ ավելի մեծ տարիքում, երբ Հոգվարցում արդեն ուսուցիչ էր։ Լիլիի հանդեպ սերը Սնեյփի համար դառնում է փրկություն։ Այն ստիպում է նրան փոխվել, զղջալ եւ փորձել քավել իր սխալները։ Սակայն Սնեյփը երկրորդական հերոս է եւ նրա ողբերգությունը ներկայացված է սյուժեի անկյուններում։ Ինչ վերաբերում է Հարի Փոթերին, նա չափազանց զբաղված է անձնական կյանք կառուցելու համար։ Նա առաջին հերթին մտածում է խավարի կախարդից աշխարհը փրկելու մասին։ Հարի Փոթերը մշտապես հանելուկներ է լուծում, կարծես դետեկտիվ վեպի հերոս լինի։ Դորոթի Սեյերսը, դետեկտիվի թագուհին, ասում էր, որ այս ժանրում սիրո համար տեղ չկա։ Այդ պատճառով այստեղ ռոմանտիկայի բացակայությունը զարմանալի չէ։ Իսկ որտեղ չկա սեր, կա ատելություն։ Փոթերի ու Վոլդեմորտի հակամարտության եւ Շերլոկ Հոլմսի ու Մորիարդիի դիմակայության միջև ընդհանուր լիքը բաներ կան, բայց Հարի Փոթերը նույնպես ամբողջական դետեկտիվ անվանել չի կարելի։ Փոթերը Հոլմսի մակարդակին չի հասնում։ Նրան չափազանց մեծ բախտ է վիճակվում։ Մշտապես հայտնվում են հուշումներ եւ պատրաստի լուծումներ, եւ ընդհանրապես Հարիի ամենամեծ գաղտնիքը հենց ինքն է։ Այստեղ մենք մոտենում ենք եւս մեկ ժանրի։ Հարի Փոթերի ժանրը ամենից շատ մոտ է հոգեբանական վեպի։ Հերոսի ներաշխարհը որոշում է թե նրա ճակատագիրը, թե նրան շրջապատողների ճակատագրերը։ Հարին սովորում է ճանաչել իր զգացմունքները եւ կառավարել դրանք։ Նա չափազանց զգացմունքային է։ Դա խանգարում է նրան տիրապետել գիտակցությանը պաշտպանելու արվեստին։ Եթե Հարին քիչ ավելի պակաս էմպաթիկ լիներ, հեշտությամբ կարող էր դառնալ քարոզչության զոհ։ Եվ այստեղ Ռոուլինգը դիպուկ հարվածում է սերնդի պահանջին։ Միլենիալները, այն սերունդը, որի պատանեկության ժամանակ հրապարակվել են գրքերը, իրենց ծնողների համեմատ ավելի տագնապային են, ավելի ուշադիր են իրենց ներաշխարհի հանդեպ, որոնում են սեփական ճանապարհը եւ փորձում են ինքնաճանաչման հասնել, ու կարծես մի ամբողջ սերնդի ինքնաճանաչման բանալի է հանդիսանում Հարի Փոթերը։ Ամերիկյան մի հետազոտություն ցույց է տվել, որ հատկապես միլենիալների սերունդն է շատ սիրում Հարի Փոթերը։ Հարի Փոթերի ֆիլմերի հաջողությունը միայն լավ սկիզբ ունենալու մեջ չէ։ Կարևոր է նաև այն, թե ինչպես են ֆիլմերը փոխվում հերոսի հետ միասին։ Առաջին երկու ֆիլմերը՝ Փիլիսոփայական քարը եւ Գաղտնի սենյակը, որոնք նկարահանել է Քրիս Կոլամբուսը, իրականում մանկական հեքիաթներ են։ Դրանք լուսավոր են ջերմ անվտանգ։ Այստեղ հստակ է, թե ով է բարին, ով չարը, իսկ վտանգը երբեք իրական սպառնալիք չի թվում։ Այս աշխարհը տեսնում ենք երեխայի աչքերով։ Ամեն ինչ մի քիչ խաղի նման է, մի քիչ տոնի։ Դու չես վախենում, դու վստահ ես, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, բայց հենց որ Հարին մեծանում է, ֆիլմերն էլ են փոխվում։ Երրորդ հատվածից սկսած պատմությունը մտնում է։ Ալֆոնսո Կուարոնը Ազկաբանի բանտարկյալը դարձնում է գրեթե թրիլլեր։ Գույները մուգ են, վտանգը իրական, իսկ վախը ոչ թե հեքիաթային, այլ հոգեբանական։ Սա արդեն երեխայի պատմություն չէ, սա դեռահասի աշխարհն է, որտեղ կա կորստի վտանգ, անվստահություն եւ միայնակ պայքար։ Հետագա ֆիլմերում ժանրը վերջնականապես փոխվում է։ Պատմությունը դառնում է դրամա ու էպիկական ֆենթազի։ Այստեղ խոսքը այլևս կախարդանքի մասին չէ, այլ ընտրության, պատասխանատվության եւ զոհաբերության։ Հարին չի փորձում հարմարվել աշխարհին, աշխարհն է կոտրվում ու վերափոխվում նրա մեծացման հետ։ Հարի Փոթերը չի մնում մանկական հեքիաթ։ Ֆիլմերը մեծանում են հերոսի հետ միասին, եւ հենց դա է պատճառը, որ հանդիսատեսը կարողացավ երկար տարիներ մնալ այս պատմության մեջ, մեծանալով Հարիի հետ միասին։ Այս տեսանյութի ընթացքում անդրադարձանք միստիկայի, հավատքի, պատմության, դիցաբանության եւ քաղաքականության հղումներին Հարի Փոթերում։ Գրեթե յուրաքանչյուր փուլում փորձեցինք պատասխան գտնել այն հարցերին, որոնք առաջին հայացքից որևէ կապ չեն կարող ունենալ մանկական սագայի հետ։ Բայց հենց այստեղ է Հարի Փոթերի իրական ուժը։ Դա մի պատմություն է, որը տարբեր տարիքում տարբեր հարցեր է առաջ բերում եւ տարբեր լուծումներ առաջարկում։ Սյուժեն մնում է նույնը, սակայն փոխվում ենք մենք, մեր փորձով, մեր վախերով եւ մեր կատարած ընտրություններով։ Իսկ քանի որ ճանապարհին տրված հարցերը իրենց պատասխաններն արդեն գտել են, եկեք եզրափակենք մի քանի հետաքրքիր ու խոսում փաստերով։ Muggle բառը, որը նշանակում է կախարդական ունակություններ չունեցող մարդ, ներառվել է Oxford English Dictionary-ում եւ այսօր կիրառվում է ոչ միայն գրական, այլև առօրյա խոսքում։ Հարի Փոթերի գրքերի հրապարակման ժամկետները հաճախ դիտավորյալ հետաձգվում էին մինչև ամառային արձակուրդների սկիզբը, որպեսզի երեխաները ժամանակ ունենային ամբողջությամբ կարդալու պատմությունը։
Սերիայի յուրաքանչյուր նոր գրքի թողարկման օրերին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում էին գիշերային վաճառքներ եւ գրախանութների առաջ հերթեր էին գոյանում կեսգիշերից։ Հոգվարցի 4 ֆակուլտետները այսօր օգտագործվում են կրթական ու հոգեբանական թեստերում որպես անձի տեսակավորման օրինակ։ Տերմիններ, որոնք հաճախ կիրառվում են քաղաքական եւ մեդիա վերլուծություններում որպես փոխաբերություններ։ Dumbledore's Army ներքևից ձևավորող դիմադրական շարժում, որը առաջանում է այն պահին, երբ պաշտոնական կառույցները կորցնում են վստահությունը կամ ենթարկվում են ճնշման։ Pure Blood Ideology աշխարհայացք, որը արդարացնում է մարդկանց բաժանումը արժանավորների եւ ոչ արժանավորների ծագման։ The Daily Prophet գերիշխող մեդիա հարթակ, որը ոչ թե պարզապես տեղեկացնում է, այլ ձևավորում է հանրային ընկալումները, համահունչ իշխանական օրակարգին։ Եթե ամեն նոր տարի կրկին վերադառնում եք Հարի Փոթերին ու ամեն անգամ այլ կերպ եք այն ընկալում, ուրեմն սա անցողիկ թրենդ չէ։ Հարի Փոթերը հրաշագործ մի մանուկ էր, որ մեծացավ մեր աչքի առաջ եւ մեզ հետ հանդերձ։ Your attention, please. Let the feast begin.